Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, այն կտևի 29 օր մինչև հունիսի 5-ը։ Քարոզարշավին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Այս ընթացքում քաղաքական ուժերը քարոզարշավը կիրականացնեն օրենքով սահմանված կարգով, հանդես գալով տարբեր ծրագրերով եւ նախաձեռնություններով։ Ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Իրանի Բանդար Աբբաս նավահանգստի մոտ մի քանի պայթյուն է որոտացել։ Իրանական ռազմական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ ուժերի իրանական նավթատարի վրա հարձակումից հետո Իրանը հակահարված է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ստորաբաժանումներին, ստիպելով նրանց նահանջել։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ խոցել է երկու ինքնաթիռ՝ Բանդար Աբբասի եւ Քեժմ կղզու երկնքում։ Ըստ տեղեկությունների, ԱՄՆ ուժերին պատկանող ականակիրները փախել են դեպի Օմանի ծով։ They trifled with us today. We blew them away. Զինադադարը շարունակում է ուժի մեջ մնալ, ասել է Թրամփը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանի ուղղությամբ նոր հարվածները նշանակում են հրադադարի ռեժիմի խախտում։ Չնայած գիշերը ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի տարբեր քաղաքներ եւ մարտեր են ընթացել նաեւ Հորմուզի նեղուցում, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, թե իբր իրենք պարզապես զսպել են իրանական ճնշումները։ Հավելեմ նաեւ, որ Իրանը անմիջապես պատասխանել է ամերիկյան հարվածներին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև այս պահին ընթացող լարվածության ֆոնին համաշխարհային նավթի գները սկսել են կտրուկ աճել։ Աբու Դաբիում եւ Դուբայում մի շարք պայթյուններ են որոտացել։ ԱՄՆ-ն հարձակվել է նաեւ Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա։ Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի մի քանի շրջանների վրա հարձակվելու եւ հրադադարը խախտելու համար։ Ռուսաստանի հարավում 13 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը, աերոնավիգացիայի վարչական շենքում ԱԹՍ է հայտնվել։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, մասնագետները ստուգում են սարքավորումները։ Կեսգիշերից ի վեր Մոսկվա թռչող 13 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել, չնայած Ռուսաստանի հաղթանակի օրվա առիթով հայտարարած հրադադարին։ Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Նախորդին Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հրադադարի խախտման դեպքում պատասխան հարվածներ են լինելու։ Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը մեկօրյա դադարից հետո վերականգնել են Միացյալ Նահանգների զինուժի հասանելիությունը սեփական օդային տարածքին ու ռազմակայաններին։ Այս քայլը պաշտոնապես նպատակ ունի վերակենդանացնել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու Թրամփի ազատություն նախագիծը։ Սակայն արբանյակային տվյալները հուշում են հայտարարված սահմանափակումների լոկ տեղեկատվական հնարք լինելու մասին, քանի որ ամերիկյան օդուժը բազաներից իրականում չի հեռացել։ Իրավիճակն ավելի է բարդանում Իրանի պահպանած ռազմական ներուժի ֆոնին։ Թեհրանն անվնաս է պահել իր հրթիռային զինանոցի ավելի քան 70%-ը։ Տարածաշրջանային անորոշությունն էլ ավելի է խորացնում Բաքվի եւ Թել Ավիվի միջև վերջին շաբաթվա ընթացքում իրականացված արդեն 6-րդ ռազմական թռիչքը։ Չնայած այս գործողություններին Սպիտակ տան վարչակազմը կարող է հրաժարվել Իրանի դեմ ակտիվ ճնշումներից Թեհրանի աննկուն դիրքորոշման պատճառով։ Վատիկանում Ռոմի Պապ Լեո 14-րդը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են, փորձելով փրկել Վաշինգտոնի ու Սուրբ Աթոռի լարված հարաբերությունները։ Այս բանակցություններին նախորդել էին Դոնալդ Թրամփի պարբերական հարձակումներն ու քահանայապետին ուղղված հրապարակային կորտ մեղադրանքները։ Ծագումով ամերիկացի Պապը խիստ քննադատել է Իրանի դեմ պատերազմը։ Ռուբիոն երկարատև զրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու կրոնական ազատության հարցերը, փորձելով ցույց տալ երկկողմ կապերի ամրությունը։ Կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով, սակայն սիրալիր ժեստերը դժվար թե արդեն Թրամփի այն պնդումները, թե Պապը վտանգում է կաթոլիկ աշխարհը։ Իր գաղափարության մեկ տարին բոլորող Լեո Պապը շարունակում է պաշտպանել խաղաղության գաղափարը, չնայած գլոբալ առաջնորդների ակնհայտ ճնշումներին։